Բարև ձեզ։ Երբևէ մտածել եք, թե ինչ է իրականում թաքնված ձեր սմարթֆոնի կամ համակարգչի էկրանի նկարների հետևում։ Դա ինչ, այսօր մենք միասին մի հետաքրքիր ճամփորդության ենք գնալու, բացահայտելու այն անտեսանելի աշխարհը, որը կյանքի է կոչում յուրաքանչյուր թվային պատկեր։ Պատրաստ եք սուզվել ու պիքսելների գաղտնիքների մեջ։ Դե եկեք պատկերացնենք մի շատ գեղեցիկ, բարձր որակի թվային լուսանկար ձեր էկրանին։ Առաջին հայացքից այն հարթ է, պարզ ու շատ մանրամասն, այնպես չէ, բայց ինչ կլինի, եթե մենք վերցնենք, ասենք, մի թվային խոշորացույց ու սկսենք մոտենալ, ավելի ու ավելի մոտենալ։ Ահա այս հարցն է, որ մեզ տանելու է մի կարելի է ասել գրեթե միկրոսկոպիկ ճամփորդության։ Դե ինչ, սկսում ենք մեր առաջին բացահայտումը։ Եկեք շերտ առ շերտ բացենք այս առաջին հայացքից շատ պարզ թվացող պատկերը։ Պատրաստվեք տեսնելու մի բան, որը սովորաբար թաքնված է մեր աչքից։ Սկսում ենք մոտեցնել պատկերը։ Տեսնում եք, առաջին հայացքից ամեն ինչ դեռ հարթ է թվում, ճիշտ է, բայց եկեք էլ ավելի մոտենանք։ Արդեն նկատում եք, թե ինչպես են հարթ գծերն ու գույները սկսում մի տեսակ կորցնել իրենց սահունությունը։ Շարունակում ենք, էլ ավելի ենք մեծացնում։ Արդեն սկսում է երևալ պատկերի իսկական կառուցվածքը։ Այն ինչը հեռվից թվում էր մի ամբողջական բան, հիմա տեսեք, սկսում է բաժանվել առանձին մասնիկների։ Եվ ահա բացահայտման պահը։ Պարզվում է, պատկերն իրականում մեկ ամբողջություն չէ, այն հսկայական մի խճանկար է, որը կազմված է անթիվ անհամար գունավոր քառակուսիներից, ու դրանք բոլորը դասավորված են կանոնավոր ցանցի տեսքով։ Լավ, հիմա երբ մենք բացահայտեցինք այս փոքրիկ քառակուսիները, եկեք դրանց իրենց անունը տանք ու փորձենք ավելի խորը հասկանալ, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Ուրեմն այս փոքրիկ քառակուսիները կոչվում են պիքսելներ։ Կարող եք դրանք պատկերացնել որպես թվային պատկերի ատոմներ կամ, ինչպես արդեն ասացի, խճանկարի փոքրիկ կտորներ։ Շատ կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր պիքսել ունի իր հստակ տեղը եւ իր յուրահատուկ գույնը։ Ու հենց այս միլիոնավոր կետերի միավորումն է ստեղծում այն ամբողջական, սահուն պատկերը, որը մենք տեսնում ենք։ Ու հենց այստեղ է ամբողջ գաղտնիքը։ Շատ պարզ է, որքան շատ պիքսելներ, այնքան ավելի սահուն ու մանրամասն է պատկերը։ Սա մի տեսած նման է նկարչությանը, չէ՞, որքան փոքր է վրձինը, այնքան ավելի նուրբ դետալներ կարող ես նկարել։ Թվային աշխարհում այս կարևոր հատկությունը մենք անվանում ենք լուծաչափ։ Որպեսզի ուղղակի պատկերացնեք մասշտաբը, նայեք այս թվին՝ 2,73,600, ավելի քան 2 միլիոն։ Սա ձեր սովորական Full HD էկրանի պիքսելների քանակն է։ Այո, ավելի քան 2 միլիոն փոքրիկ լույսեր, որոնք միաժամանակ աշխատում են ստեղծելով այն պատկերը, որը դուք տեսնում եք հենց հիմա։ Խենթություն է, չէ՞։ Լավ, հասկացանք։ Պատկերը կազմված է միլիոնավոր պիքսելներից։ Բայց մի րոպե, հաջորդ հարցը, իսկ ինչպես է յուրաքանչյուր պիքսելը իմանում, թե ինքը ինչ գույն պետք է ունենա։ Դե եկեք սուզվենք հենց գույնի գաղտնիքի մեջ։ Գիտեք, գաղտնիքը զարմանալիորեն պարզ է, բայց միևնույն ժամանակ աներևակայելի հզոր։ Ձեր էկրանի յուրաքանչյուր պիքսել ստեղծում է բոլոր հնարավոր գույները, խառնելով ընդամենը 3 հիմնական լույս՝ կարմիր, կանաչ և կապույտ։ Այո, ընդամենը 3-ը։ Փոխելով դրանցից յուրաքանչյուրի պայծառությունը մենք կարող ենք ստանալ ցանկացած գույն։ Օրինակ, երբ 3-ն էլ առավելագույնս վառվում են, ստանում ենք սպիտակ, իսկ երբ բոլորն անջատված են, իհարկե ստանում ենք սև։ Հիմա եկեք մի պահ խոսենք գույնի խորության մասին։ Ինչ է սա։ Դե, պարզ ասած, պատկերացրեք նկարչի ներկապնակը։ Եթե նկարիչն ունի ընդամենը, ասենք, 10 գույն, նրա հնարավորությունները սահմանափակ են, չէ՞։ Բայց եթե նա ունի հազարավոր երանգներ, կարող է ստեղծել շատ ավելի իրատեսական, կենքանի պատկերներ։ Գույնի խորությունը հենց դա է, ցույց է տալիս, թե քանի գույնի տարբերակ ունի յուրաքանչյուր պիքսել իր տրամադրության տակ։ Եվ ահա, թե իրականում որքան հզոր է այս համակարգը։ Ստանդարտ 24 բիթանոց գույնի խորության դեպքում մեր ընդամենը 3 հիմնական լույսերի համադրությամբ հնարավոր է ստանալ ուշադրություն գրեթե 17 միլիոն տարբեր գույնային երանգներ։ 17 միլիոն։ Սա իրականում ավելի շատ գույն է, քան մարդու աչքը ընդհանրապես կարող է տարբերակել։ Իսկապես զարմանալի է։ Լավ, մենք արդեն հասկանում ենք պիքսելի և գույնի էությունը։ Հիմա եկեք տեսնենք, թե այս ամբողջ տեղեկատվությունը միլիոնավոր պիքսելների մասին ինչպես է փաթեթավորվում ու պահպանվում տարբեր ֆայլային ձևաչափերում, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք։ Դե ինչպես ենք մենք պահպանում այս միլիոնավոր պիքսելները։ Դրա համար կան տարբեր, այսպես ասած, կոնտեյներներ կամ ձևաչափեր։ Օրինակ, BMP-ն կարող եք պատկերացնել որպես հսկայական անմշակ ֆայլ։ Այն պահպանում է ամեն մի պիքսելի տվյալը, բայց արդյունքում շատ մեծ տեղ է զբաղեցնում։ JPG-ն, որը բոլորս գիտենք, ավելի խելացի է։ Այն հատուկ լուսանկարների համար է ու կարողանում է ֆայլը փոքրացնել, երբեմն իհարկե զոհաբերելով մի փոքր որակ։
PNG-ն իդեալական է օրինակ լոգոների համար, որովհետև նրա ամենակարևոր առանձնահատկություններից մեկը թափանցիկ ֆոն ունենալու հնարավորությունն է։ Իսկ GIF-ը, դե բոլորս էլ սիրում ենք GIF-եր, այն թույլ է տալիս ստեղծել կարճ, զվարճալի անիմացիաներ։ Ինչպես տեսնում եք, յուրաքանչյուրն ունի իր տեղն ու նշանակությունը։ Դե ինչ, եկեք ամփոփենք մեր իմացածը եւ խոսենք կետային գրաֆիկայի, այսպես ասած, ընդհանուր ուժեղ եւ թույլ կողմերի մասին։ Կետային գրաֆիկայի հզորությունը, ինչպես արդեն տեսանք, ուղղակի անհերքելի է։ Հենց այն է մեզ թույլ տալիս ֆիքսել իրականությունը իր ամենափոքր դետալներով ու գունային նրբերանգներով։ Մտածեք միայն, մայրամուտի բոլոր երանգները, մարդու դեմքի արտահայտությունը, այս ամենը հնարավոր է դառնում հենց պիքսելների շնորհիվ, ու դրա համար էլ այն պարզապես անփոխարինելի է լուսանկարչության մեջ։ Բայց կա մի կարևոր հարց։ Լավ, եթե այն այդքան հզոր է, ինչ տեղի կունենա, եթե մենք վերցնենք մի փոքր, ցածր լուծաչափով պատկեր ու փորձենք այն շատ-շատ մեծացնել։ Ահա եւ պատասխանը։ Բոլորս էլ սա տեսել ենք։ Պատկերը դառնում է ատամնավոր ու անորակ։ Մենք սկսում ենք տեսնել հենց այն քառակուսիները, որոնցից այն կազմված է։ Գիտեք, այս երևույթը կոչվում է պիքսելացում։ Իսկ պատճառը շատ պարզ է։ Երբ մեծացնում ես, համակարգիչը նոր դետալներ չի հորինում։ Ինքը պարզապես ձգում մեծացնում է այն պիքսելները, որոնք արդեն կան, ու դրա արդյունքում իհարկե որակը կորցում է։ Այսպիսով, եթե ամփոփենք, կարող ենք ասել, որ կետային գրաֆիկան ունի երկու հիմնական մարտահրավեր։ Առաջինը, ինչպես տեսանք, այն լավ չի դիմանում մեծացմանը, ինչը միանգամից հանգեցնում է որակի կորստի։ Եվ երկրորդը, շատ բարձր որակը պահանջում է շատ մեծ ֆայլեր, որոնք բնականաբար շատ տեղ են զբաղեցնում մեր սարքերի հիշողության մեջ։ Դե ինչ, այսօր մենք միասին բացահայտեցինք թվային պատկերի ներքին աշխարհը, պիքսելների, գույների եւ ձևաչափերի այս բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ համակարգը։ Հուսով եմ, հաջորդ անգամ, երբ նայեք որևէ լուսանկարի, կհիշեք մեր այս փոքրիկ ճամփորդությունը եւ կտեսնեք ոչ թե պարզապես մի նկար, այլ միլիոնավոր գունավոր կետերի մի հրաշալի ու թաքնված ներդաշնակություն։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։